Բարև ձեզ, թանկագին եղբայրներ եւ քույրեր։ Ուրախ եմ կրկին ձեզ հետ լինել։ Մենք շարունակում ենք մեր ճանապարհը ծննդոցից մինչև հայտնություն, գրքից գիրք, փնտրելով մեկ անձ, Հիսուս Քրիստոսին։ Ինչպես Աստծո խոսքն է ասում, քննեցեք բոլոր գրքերը, որովհետև նրանք բոլորը իմ մասին են խոսում։ Մեր նպատակը ճանաչել Քրիստոսին ավելի խորապես եւ հասկանալ նրա զորությունը մեր տկարության մեջ։ Այսօր մենք ուսումնասիրենք Ելիս 17 եւ 18 գլուխները։ 17-րդ գլխում ժողովուրդը կրկին ծարավ է։ Աստված հրամայում է Մովսեսին հարվածել վեմին, ժայռին, այսինքն, եւ այնտեղից ջուր է հոսում։ Վեմի խորհուրդը հենց Հիսուս Քրիստոսն է։ Ինչպես Պողոս առաքյալը առաջի Կորինթացիների 10-րդ գլուխ 4-րդ խոսքում ասում է. նրանք խմում էին այն հոգևոր վեմից, որ գնում էր նրանց հետ, եւ այն վեմը Քրիստոսն էր։ Որպեսզի մեզ համար կյանքի ջուր հոսի, Քրիստոսը պետք է հարվածվեր խաչի վրա։ Հիսուսը այստեղ մեր հոգևոր վեմն է, ում կողից հոսեց այրուն եւ ջուր, մեր հոգու հավիտենական ծարավը հագեցնելու համար։ Նույն գլխում տեսնում ենք պատերազմ ամաղեկի դեմ, երբ Մովսեսը բարձրացնում էր իր ձեռքերը վեր, Իսրայելը հաղթում էր։ Սա Քրիստոսի միջնորդական բարեխոսական աղոթքի պատկերն է։ Հիսուսն այստեղ մեր հաղթանակն է, ով խաչի վրա բարձրացրեց իր ձեռքերը, այսինքն գանվեցին խաչի վրա, որպեսզի մենք հաղթենք մեր հոգևոր թշնամիներին։ 17-րդ գլխում տեսնում ենք Հոթորին, Մովսեսի աներոջը, ով գալիս է եւ տեսնում է Մովսեսի ծանր բեռը։ Նա խորհուրդ է տալիս բաժանել պատասխանատվությունը։ Սա Քրիստոսի մարմնի եկեղեցու պատկերն է։ Հիսուսը մեր գլուխն է, բայց նա կանչում է մեզ լինել իր գործակիցները։ Հիսուսն այստեղ մեր իմաստուն խորհրդատուն է, ով կարգ ու կանոն է բերում մեր քաոսի մեջ։ Նա մեզ սովորեցնում է, որ մենք մենակ չենք, այլ մի հզոր մարմնի մասնիկն ենք, որտեղ յուրաքանչյուրս ունենք մեր տեղն ու պարտականությունը։ Սիրելիներ, այսօրվա մեր դասը հետևյալն է. մի փորձիր քո հարցերը լուծել սեփական ուժերով։ Եթե ծարավ ես, գնա դեպի վեմը Քրիստոսին։ Եթե պատերազմի մեջ ես, նայիր բարձրացված ձեռքերին խաչի վրա։ Եվ հարց, արդյոք դու թույլ ես տալիս, որ Քրիստոսի իմաստությունը առաջնորդի քո առօրյան։ Երբեմն մենք մեզ հյուծում ենք, փորձելով ամեն ինչ մենակ անել, մինչդեռ Տերը մեզ տվել է եկեղեցի եւ եղբայրներ։ Հիշիր, քո հաղթանակը կախված է ոչ թե քո սրից, այլ այն աղոթքից, որ Հիսուսը անում է քեզ համար հոր առջև։ Առաջի Կորինթացիների, ինչպես կարդացինք 14-ը, եւ այն վեմը Քրիստոսն է։ Եվ Եբրայեցիներից 7:25-ը, քանզի նա միշտ կենթանի է բարեխոսել, միջնորդելու մեզ համար։ Եվ ամփոփելով սիրելիներ, Հիսուս Քրիստոսը մեր հաստատուն վեմն է եւ մեր հաղթանակի դրոշակը, Եհովա Նիսե։ Նա հագեցնում է մեր ծարավը եւ պատերազմում է մեր փոխարեն։ Այսօր հանգստացեք նրա ներկայության մեջ եւ թողեք, որ նա տնօրինի ձեր բոլոր հոգսերը։ Եկեք աղոթենք։ Տեր Հիսուս, իմ հոգևոր վեմ, շնորհակալ եմ, որ քո հարվածվելով ինձ համար կյանքի աղբյուր բացվեց։ Խնդրում եմ, բարձրացու իմ ձեռքերը հավատքի մեջ եւ տուր ինձ քո իմաստությունը, որպեսզի կարողանամ միշտ տնօրինել իմ կյանքը։ Քեզնով Հիսուս, եղիր իմ հաղթանակը ամենօրյա պայքարում։ Ամեն։ Սիրելիներ, Աստված օրհնի քեզ եւ քո ընտանիքը։ Եթե դու ունես քո կարծիքը, մեկնաբանություններում կարող ես գրել, թե ինչպես ես դու տեսնում 17-18 գլուխներում Ելիցի։ Կհանդիպենք վաղը, եղիր օրհնված։